Պետական բյուջեն հաստատելիս ամեն տարի որոշվում է նաև համայնքներին հատկացվող դոտացիայի չափը, այն համայնքներին տրամադրվում է համահարտեցման մասին օրենքով, կիրառելով հատուկ բանաձև, որտեղ հաշվի են առնվում մի շարք գործոններ, սկսած մեկ շնչին ընկնող եկամուտից, հողի ու գույքի հարկից մինչև բնակչության թիվ։ Գլխավոր գործոնը բնակչության փաստացի թիվն է։ Հաշվի առնելով, որ Շիրակի մարզում արտագաղթի ցուցանիշն ամենաբարձրն է, մարզի քանի համայնքում է պակասել տրամադրվող դոտացիան։ Թվով 8 համայնքներ, որտեղ 14 թվականի համեմատ նվազել է գումարները։ Կարող է գույքարկի բազայի ավելացել, հողի հարկի բազայի ավելացել, բնակչության թվաքանակը պակասել, սրանք գործոններ են, որ ազդում է դոտացիան հաշվարկելու վրա։ Շիրակի մարզում մենք ունենք 31 համայնք, որոնց բնակչության թվաքանակը չի գերազանցում 300-ը, եւ նրանք ստանում են 3.500.000 դրամի չափով գումար։ Ոսկեհասկ համայնքին հատկացվող դոտացիան նվազել է 1.300.000 դրամով։ Յուղական համայնքի համար որևէ խնդիր լուծելու համար դա էական գումար է։ 14 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մեզ ազգաբնակչության թիվը գրանցվել է 2059-2060 մարդ։ Քանիսով է պակասել։ Так, где-то 80 քանից, չէ՞, այդպես դուրս կգա։ Հա։ Որի հիման վրա պակասել նաև մյուս դոտացիան։ Դոտացիաների նվազումը կախված է նաև սեփական եկամուտներից, հատկապես գույքահարկի գանձումներից։ Գյուղում մեքենաների թիվը փոքր ինչ ավելացել է, կարելի ասել նաև թանկարժեք մեքենաներ, որոնց ուժերը ավելի բարձր են, հետևաբար ավելի շատ գումար է գանձվում, քան ասենք խորհրդային տարիների մեքենաներից։ Հետևաբար մոտարպես կազմում է 700-800.000 դրամի սահմաններում աճ, որպես աճ, սեփական եկամուտներ, այսինքն գույքահարկի աճ։ Սկսել են գյուղում լավ ապրել։ Ну, կարելի նաև այդպես մտածել, եթե դա կամարվի լավ ապրել։ Ամեն տարի պետական բյուջեով հաշվարկ է կատարվում։ Մեկ շնչին ընկնող եկամուտը հնայի հանդեպ դա աճում է ամեն տարի։ Մենք ունենք աճ մեկ շնչի հանդեպ։ Ավտոմեքենա դուրս գրվեց համայնքից, իր բազան պակասում է։ Գրանցվեց նոր ավտոմեքենա գնեցին օրինակի համար, բազան ավելանում է, սա բնակչության թվի կենսամակարդակի աճի հետ ոչ մի կապ չունի։ Իսկ բնակչության վերաբերյալ որտեղից է վերցվում տվյալները դոտացիայի հաշվարկի համար, հետաքրքրվեցի մարզի գլխավոր ֆինանսիստից։ Մեզ տրամադրում է բնակչության թիվը վիճակագրական վարչություն։ 266.798 հոգի բնակչության թվաքանակը վիճվարությունը ներկայացրել։ Ամբողջ մարզում։ Սա 14 թվականի 14 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։